Այսօր ինչ ենք տեսնում, այսօր տեսնում ենք շատ անգամ Աստված մեզ հիշեցնում է վերջին ժամանակների համար, եթե մենք հիշում եք այն անգամ մենք խոսացինք վերջին ժամանակ որ չար օրեր պետք է ժողովրդան ասել, չէ՞, մարդիկ պետք են անznասեր, հբարտ, հայոյիչ, գոռոզ, չէ՞, այսօր մենք տեսնում ենք այսօր ինչ ժամանակներ է գալու երկրի վրա ժողովրդան, սա որ խոսում է Տերը հավատքի մարդկանց մասին է խոսում, ժողովրդան լավ իմացեք, ավետարանը խոսում է անհավատ մարդը չէր կարդում, նա չէր հասկանում ինչ բան ավետարան ժողովրդան անհավատ մարդուն, երբ որ նա կարդում ավետարան, նա բդի մտնի արդեն ավետարանի մեջ եւ ընտունա, որ նոր Աստծո խոսքը իրան բռնի, ժողովրդան։ Քանի որ մենք ավետարանից չենք հասկանում, մենք Աստծո հետ չենք, Աստծո խոսքը մեզ գաղափարի բաններ չէ, ժողովրդան, մենք չենք էլ հասկանում։ Եվ Աստված մեզ ինչ պիտի պահանջեր, չէ։ Դրա համար այսօր մենք տեսնում ենք, որ այո, այսօր Աստված ժողովրդան իր ամեն ողորմություն անում է բոլորիս համար, որպեսզի բոլոր մարդիկ Աստծո խոսքը լսեն եւ բոլոր մարդիկ ինչ անեն Տիրոջ հետ կապ ունենան ժողովրդան եւ Աստծո հետ հաղորդակցվեն որպեսզի գալու այն ժամանակները որ վերջին ժամանակները գալու որ Տերը խոսում է վերջին ժամանակների համար չէ ժողովրդան որպեսզի մարդը հասկանա որ արդեն Տեր Հիսուսը խոսացել էր այն ժամանակները որ Աստված եղբոր միջոցով որ խոսում էր վերջին ժամանակ մեջով չէ ժողովրդան եւ մարդիկ կարդում են ավետարան Եվ մարդիկ տեսնում են, որ գրված ինչ է գրված, որ գրված է, որ վերջին ժամանակներին գալուս է այդ ամեն չարիքները ժողովրդան։ Հիմի որպեսզի մենք այսօր ամեն մեկս ուշադիր լինենք մեր կյանքի մեջ ժողովրդան, այն որ գրած է, Աստված ուզում է, որ մենք բոլորս ուշադիր լինենք մեր ապրած կյանքի համար ժողովրդան։ Որտեղ մենք գիտենք, որ բոլորս պետք է անհատական կանգնենք Աստծո առջև ժողովրդան։ Մենք բոլորս պիտի անհատական Աստծո առջև կանգնենք եւ մենք բոլորս պիտի պատասխան տանք ոնց ենք ապրեց երկրի վրա եւ ինչպես ապրեցինք եւ ինչ ենք արել եւ ինչ չենք արել ժողովրդան չէ Հիմա դրա համար ինչու համար Տեր Հիսուսը նախորոք արդեն ասում էր իր գալստյան համար այսինքն նաեւ իր խաչելության համար որ ինձ պիտի ծեծեն հայոյեն ինչպես չեն անել ժողովրդան որ աշակերտներ համար դա նորություն չի անել այլ մարդեր այ քեզ բան Հիսուսին խաչի իհարկե արդեն ասել է ժողովրդան չէ Մենք տեսնում ենք ինչու համար Աստված տեսնում է որ մարդու մեջ թերավադությունը շատ է մարդու մեջ կա շատ անհավատություն չէ Հիմի զարմանալու բան ինչ կար չէ ասենք երբ որ երկու աշակերտներ հետում են ճամփենտերը իրանց հետ հետում էր ասում էր հələ դու չես իմ ինչա կատարվել չէ ասենք որին մենք սպասում ենք ժողովրդյան բայց Աստված ինչ ասեց ախր գրքեր արդեն գրված էր Արդեն իմ համար արդեն ասված է ժողովրդան եւ նաեւ Տեր Հիսուսը եւ իր երկրի վրա իր բոլոր աշակերտներին պատմեց ինչ պիտի կատարվի իր հետ որպեսզի գալիքի ժամանակ որ մարդը բան չի անի ասենք այ մարդ էս ինչ եղավ արդեն գրված է որ պատերազմներ դինի պատերազմի ժամեր մահատարներ դի երկրաշարժներ սովեր ամեն բան արդեն գրված է ավետանի մեջ ժողովրդան Մենք տեսնում ենք եւ սա տեսնում ենք այս ամբողջ երկրի վրա որ գալու ես ամեն դժվարությունները ու խնդիրները եւ պատերազմ ենք տեսնում եւ տեղեր կա սովեր կա մահատարաժամեր կա ժողովրդան այսօր որքան մարդիկ են մահանում Սիրաստո ժողովրդան Դա համար մենք փառավորում ենք մեր Աստծուն որ Աստծո արտարությունը շատ մեծ է այսօր իմ ու քո համար սիրի ժողովրդան Այո, մենք մարդ ենք, կարա շատ անգամ տրտնջանք, շատ անգամ բողոքենք, շատ անգամ ընկնում ես դժվարության մեջ, վերջը հաղթություն ես ուզում, վերջը կունտանիքի մեջ խնդիրներ կա եւ ուզում ես այդ հարցերը լուծվի, բայց տեսնում ես շատ անգամ այդ հարցերը դեռ կանգ առած։ Թե մեր երեխեքի կյանքի մեջ, թե ամբողջ տերջան ոմանց մարդկանց եւ կանանց մեջ, չէ, տեսնում ես դեռ այդ խնդիրները կանգնած են։ Սիրի ժողովրդան։ Եվ դա համար ինչ անենք, Աստված մեզ սովորացնում է, որ մենք Եթե հիշում եք ես այն անգամ որ խոսացինք Ղուկաս ավետարանի 18-ի առաջի գլխից չէ որ ամեն ատեն աղոթ կերեք ու մի ցանցրացեք Մենք այսօր տեսնում ենք որ օրհնյալ է մեր Աստված սիրելի Աստծո ժողովրդան Եվ Աստված մեզ ինչ է սովորացնում որ ամեն ատեն մենք աղոթենք ու չցանցրանանք Այսինքն այսօր քո խնդրեմը կա դե ժողովրդան չէ ամեն մեկից կա մի խնդիրներ Մենք շատ անգամ տեսնում ենք ինչու համար շատ անգամ մեր հավատքը Եվ աղոթքը սկսում է թուլանալ։ Մենք այն էլ ձևի վիճակի մեջ չենք աղոթում, որտեղ տարիներ անց է, ժամանակներ անց է, չեսենք։ Վերջը մարդու մեջ կա հուսահատություն, մարդու մեջ կա արդեն դժվարություն։ Ասենք կարող է հնարավոր ոչ թե հնարավոր, շատ անգամ մարդը չի էլ կարող աղոթել տվյալ անձի համար։ Ժողովրդան։ Այո, կա այդ դժվարությունը։ Շատ անգամ ոնց որ մենք չկարողանանք աղոթենք այդ հոգու համար։
Որտեւ ինչ համար, որտեւ մեր մեջ կա խնդրեմ է, մենք տեսնում ենք այդ դժվարությունը, տեսնում ենք այդ մարդկանց անապաշխար վիճակը, որ այսքան տարի այն մարդ ասում ես, չի լսում եւ չի ապաշխարում, Ժողովուրդ ջան։ Եվ մենք ինչ ենք տեսնում, որ մենք տեսնում ենք, որ այս ամեն բան Աստված անում է մարդու համար։ Մեկ որ մտածում եմ, ասում եմ, Տեր Աստված, ախր դու բոլորի լավը ուզում ես, Ժողովուրդ ջան, չէ՞։ Հիմա Աստված մեր լավը ուզում է, թե՞ չուզում։ Ուզում է։ Որ այսօր դու միացել ես այս աղոթքա ժողովին, երբ որ դու լսում ես Աստծո խոսք, Աստված քու բարին է ուզում։ Աստված տեսավ, որ հիմա ով է միացել գրուպայի մեջ, Ժողովուրդ ջան, լավ իմացեք, Աստված տալում է այն կերագուր, ովքեր որ միացած են։ Եթե մի մարդը չի միացել, իրան ինչ կերագուր տա, Ժողովուրդ ջան։ Այս մարդը գծի մեջ չի։ Ոչ թե մենք այս մարդկանց պիտի մեղադրենք, այդպես չի, Ժողովուրդ ջան։ Այսինքն, երբ որ երեխեդ որ գալում է քո տան ու Ժողովուրդ, ինչքան որ տան մեջ երեխա կա, դու դրան ցած ես տալու։ Իսկ այն երեխան եթե դրսում է, այն երեխան լաց չէ տալու, Ժողովուրդ ջան, չէ՞։ Այն երեխան արդեն դե իր հարց ընդեղ է նայում այս երեխեքի, Ժողովուրդ ջան։ Եվ դա համար Տիրոջ անունը փառավորվի, Սիրաշ, ես մեն մի քիչ Տիրոջ խոսքսե կիսվենք, նաև Տեր օրհնի մեր ժամանակները, Ժողովուրդ ջան, ել եմ ասում։ Ճիշտ է, ստե իմ մոտ շատ գիշեր է գալում, բայց ես փառավորում եմ ասում, Սիրասո Ժողովուրդ ջան, ոչ տրտունջ կա ներսս, ոչ ցավ, ոչ բողոք Աստծուն, Տեր Աստված արդեն գիշերվա մեկնա, Ժողովուրդ ջան, ամեն օր մինչև միանում ենք, մինչև վերջ անում ենք, տեսնում մոտ գիշերվա 3:00 ժամը 4-ից մի եղբայր է զանգե չկրծա վերցնել, Ժողովուրդ ջան։ Տերը օրհնի։ Փառավորում ենք մեր Աստծուն, Ժողովուրդ ջան, ես ուզում եմ կարդամ առաջի Պետրոս 3-րդ գլխի 8-րդ խոսքից, Ժողովուրդ ջան։ Առաջի Պետրոս 3-րդ գլուխ 8-րդ խոսքից կկարդանք, Ժողովուրդ ջան։ Եվ մենք այսօր տեսնում ենք, ինչ ունի այսօր Աստծո խոսքը ինձ ու քեզ համար, սիրելի Ժողովուրդ ջան։ Այսօր Աստված ինչ ունի ինձ ու քեզ ասելու այս վերջին օրերի ժամանակ, որտեղ օրերը չար են, Ժողովուրդ ջան, օրերը վերջին ժամանակներ են։ Եթե մենք այսօր շատերս տարիքով ենք, շատերը տարիքով եք եւ հիշում եք այն տարիներ եւ այս տարիներ, եւ դուք տեսնում եք, այո, շատ տարբերություն կա մարդկանց մեջ, Ժողովուրդ ջան։ Այդ դասատուները նույնն են մնացել, չէ՞, մանկավարժին ունեն, բայց ինչու համար երեխեքն են փոխվել։ Ինչու համար այսօրվա այս երեխեքը, մեկվա այս սերունդներ, ոնց որ մի քիչ փոխված լինեն։ Մենք գիտենք, որ առաջվա մեր ժամանակները, որ կան, մենք վախի հարգանք կար, թե մեծի համար, թե դասատուների համար, Ժողովուրդ ջան, մենք եւա դասատու տենում ենք, պայ ենք մտնում, բայց հիմա կարող է դասատուն պայ մտնա երեխեքից։ Այսօր այդ դարաշրջան ենք ապրում, Ժողովուրդ ջան։ Ինչ կատարվեցավ։ Որ մենք այդ երեխեքին չփոխեցինք, որ մենք այդ երեխին ուրիշ դասիրակություն չի, բայց երեխեքը ինքը արդեն ոնց որ փոխվում են, Ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ վերջին ժամանակները, որ արդեն սերունդը փոխվում է, ավելի տմեն, ավելի լայնածավալ, ավելի իրանց այս աշխարհի մեջ ավելի կյանք տեսնելու, Ժողովուրդ ջան։ Տեր օրհնի, Սիրասո Ժողովուրդ ջան։ Եվ վերնագիրը արտարության համար չարչարանք, արտարության համար չարչարանք։ Միգուցե այսօր դու տան մեջ արտարության համար չարչարվես, սիրելի Աստծո Ժողովուրդ ջան։ Որ այսօր ինձ ու քեզ համար սա նորություն չլինի։ Շատ անգամ, երբ որ մեր տան մեջ կամ ինչ-որ միտեղ արտարության համար, այսինքն դու մեղավոր չես։ Եթե դու դառել ես հավատքի, սիրում ես Աստծուն, դու ինչ մեղավոր ես, չէ՞, դու Աստծուն ես սիրում։ Եվ այսօր կարող է դու հալածվես ինչ-որ մի բանի համար, քո ընտանիքի մեջ, քո արտարության համար։ Ինչու՞ համար, որտեղ դու արդեն այն մարդը չես, դու արդեն ուրիշ ես, դու արդեն այն չարությունը չկա քո սրտի մեջ, այսօր դու արդեն հոգ ես անում քո ընտանիքի համար, ցավ ես քաշում, լացում ես։ Շատ անգամ մարդկանց դա դուր չի գալու, Ժողովուրդ, անհավատ մարդկանց այս մեր արած գործերը շատ անգամ կարող է դուր չգա։ Այս մարդիկ կարող է չհասկանան ինձ ու քեզ։ Կարող է քո ներսը Տերը այցելա, քո ներսը մի հատ ուրախություն է գալում, ցնծում ես, երբ որ դու տեսնում ես քո տան անդամներին, ուզում ես պատմես, բայց տեսնում ես իրանք չեն էլ հասկանում քո պատմածին, Ժողովուրդ ջան, Տիրոջ ներկայությունը է իշնում։ Վրես։ Տերը օրհնի բոլորս, Տեր Աստծո Ժողովուրդ ջան, Տերը ասում է, որ ես ներկա եմ ձեր մեջ։ Ես ինքան ասում միշտ ամեն խոսքից, երբ որ Տիրոջ ներկայությունը իշնում է, ոնց որ Տերը հասկացնա, որ ես ներկա եմ ձեր մեջ։ Որտեղ մենք ում մասին ենք ստեղ խոսում, Ժողովուրդ ջան, մենք խոսում ենք մեր Տեր Հիսուսի մասին եւ մեր Տեր Հիսուսի զավակների մասին, որ դուք եք Հիսուսի զավակները եւ ես, սիրելի Աստծո Ժողովուրդ ջան։ Եվ մենք տեսնում ենք ինչ ունի Աստծո խոսքը առաջի Պետրոսի 3-րդ գլխի 8-րդ խոսքի, Ժողովուրդ ջան։
ասում է վերջապես ամենքդ մեկ մտքի վրա եղեք։ Սիրասո ժողովուրդ ջան, այսօր տեսնում ենք Աստծո խոսքը, այսօր ինչ է ինձ ու քեզ ուղում։ Միգուցե այսօր շատ ես այս խոսքը կարդացել, շատ անգամ ես կարդացել, շատ անգամ ես, բայց մեկ է տեսնում ես այս խոսքը հիմա խփում է իմ ու քո սրտին։ Ասում ես, այ եղբայր ջան, բայց կան տարի կարդացել եմ, ոնց որ այս անգամ ոնց որ այս խոսքը ոնց որ մխրճվավ սրտից, ոնց որ դրա կարիք ես ունեի։ Շատ անգամ լսել ենք, կարդացել ենք, ժողովուրդ ջան, բայց այն որ Սուրբ Հոգին այսօր մեզ որպես կերակուր է սարքում եւ տալում է կերակրում է նոյից, որ դու ամեն օր ուդում ես Աստծո խոսքը, դու չես ծանծարանում, ասում ես, այս ամեն անգամ էսի արդեն կերել ենք, հերիկա, չէ։ Մենք ամեն օր ուտում ենք, ժողովուրդ ջան։ Եվ ինչպես մարմնավոր հացն ենք ամեն օր ուդում հացը, մենք երբեք չենք բողոք, մայր մարդ, այս հացը արդեն քանի տարեկան, չես ենք, ես 57 տարեկան, մտնի շատ տարիքով հիմա կան քույրիկներս, որ մենք չենք տրտնջում, չէ՞ որ այս ամեն օր մի հացն ենք ուտում։ Այո, բդուտենք, սա է հացը մարմնավոր, սա բդուտենք ամեն օր, ժողովուրդ ջան։ Մինչև այս երկրից դուրս գալը, երբ որ դուրս եկան, կնդել ես հացը չես ուտել։ Այնտեղ արդեն ապրես Հիսուսի հետ։ Տիրոջ ներկայության մեջ ապրես, դի Աստծո սիրո մեջ ապրես, ժողովուրդ ջան։ Ասում է վերջապես ամենքդ մեկ մտքի վրա եղեք, կարեկից, եղբայրասեր, ողորմած, քաղցրաբարո, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք սա նաև վերաբերվում է քույրիկների համար։ Մենք այնանք խոսենք, որ ինչ համար անտառ Տիրոջ խոսքը մեկնում է եղբայրությանը, ժողովուրդ ջան։ Բոլոր տեղերում որ կարդում ենք միշտ ասում է եղբայրներ։ Նոր եղբայրները մեկնում են ձեզ, նրանք նոր փոխանցում են ձեզ, որ ժողովուրդ ջան, նաև դա ձեզ է վերաբերվում։ Ինչու համար Աստված դրեց այս ամեն ծառայությունը եղբայրներից դրեց, ժողովուրդ ջան։ Մենք տեսանք, որ 12 աշակերտներ առաքյալները եղբայրներից դրեց, ժողովուրդ ջան։ Եվ դա ասում է մեկ մտքի վրա եղեք, այսինքն մեկ միտք։ Եթե քո քույրիկին եղբոր հոգս ես տեսնում, դու մեկ միտք ունես, Աստծուց, որ ոնց անեմ, ես աղոտ կանեմ իմ քույրիկի եղբոր հոգսը, կարիքը։ Երբ որ թողում եք ռուպայի մեջ, երբ որ լսում ենք, ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք, որ մենք սովորական աղոթներ չենք անում, մարդը իր ներսից կարիքով, ցավով կարող է լացի քո հոգսի համար։ Հնարավոր դու լսես, որ քույրիկը քո հոգսի համար լացում, ասում ես, այ քեզ հրաշք, Հիսուս ջան։ Ես քրոջը ես չեմ էլ տեսել, կամ եղբորս չեմ էլ տեսել, բայց այսօր ես եղբայրը քույրը լացում եմ հոգսի համար։ Դա համար Աստված ինչ է, որ մենք մեկ մտքի վրա եղնենք, ժողովուրդ ջան, եւ կարեկից։ Այսինքն Տիրոջ խոսքը մեզ բերում է նաև մենք կարեկից լինենք մեկս մյուսի համար։ Սա մենակ Աստծո սիրված եւ Աստծուն սիրող մարդը կհասկանա, ժողովուրդ ջան, ովքեր Աստծուն սիրում են, Աստծո խոսքը սիրում են, սիրելի ժողովուրդ ջան։ Այսինքն տեսնում ես, որ այո, այսօր դու նաև կարեկից ես լինում, եղբայրասեր, քույրասեր, ողորմած, քաղցրաբարո։ Այսինքն մենք այն որ ավետանը մեզ սովորացնում է, ժողովուրդ ջան, հնարավոր է մեր կյանքի մեջ շատ անգամ որ մենք այս բանը չլինի մեր կյանքի մեջ, ժողովուրդ ջան։ Կարող է քույրիկի դեմ դուրս գա, եղբայրը եղբոր դեմ դուրս գա, չէ՞։ Այսօր տեսնում ենք հնարավոր է այս ամեն բանը չլինի մարդու մեջ, եղբայրասեր, ողորմած։ Այսինքն ողորմած, որ այսօր քո կյանքի մեջ ողորմություն կա, անտա դու մտածում ես քո քրոջ եղբոր համար։ Ողորմություն անես, Աստծուց ողորմություն գտնի, ժողովուրդ ջան։ Եվ քաղցրաբարո, ամեն խոսքը քո ներսից որ դուրս է գալում, քաղցրություն է դուրս գալում, ժողովուրդ ջան։ Թեկուզ քո եղբայրը քույրիկը տգարության մեջ է, թուլության մեջ է, չէ, բայց դու ամեն օր որ դու երբ որ շփվում ես քո քրոջ եղբոր հետ, ժողովուրդ ջան, եւ քո ներսից գալում է սեր եւ քաղցրություն տվյալ անձի համար։ Սա մի ճանապարհ է, որ այսօր Աստծո շորտը պետք է սովորի, սիրելի ժողովուրդ ջան։ Ասում է չլա որ չարության փոխարեն չարություն հատուցանենք, կամ նախատինքի փոխարեն նախատինք, այլ ընդհակառակը օրհնեցեք, գիտնալը, որ այս բանին համար կանչվեցաք, որպեսզի օրհնություն ժառանգեք, ժողովուրդ ջան։ Այսօր ինչ Աստծո խոսքը հիմա այսօր խոսում իմ ու քո հետ։ Ասում է չլա որ չարության փոխարեն չարություն հատուցանես։ Մենք տեսնում ենք հնարավոր է մարդու կյանքի մեջ, մարդու ընտանիքի մեջ, ժողովուրդ ջան, չէ, իր ապրած կյանքի մեջ, իր գործի տեղ, եւ կարող է ինչ-որ մի բան չարություն անեն քեզ։ Բայց Տիրոջ խոսքը ինչ ասում ինձ ու քեզ, ժողովուրդ ջան, ըլլում է մարդ ենք, մենք էլ ենք անցել ճանապարհ, անցնում ենք, ժողովուրդ ջան, ըլլում ասենք, որտեղ
ոնց որ մի քիչ այն ձև չի լինում, ոնց որ դու արդեն ոնց որ դու ես նեղվում, Ժողովուրդ ջան, չէ, ասում է ոնց որ սմա չլա որ չարության փոխարեն չարություն հատուցանենք, Ժողովուրդ ջան։ Եվ ինչու է համար Տերը այս վերջին խորհուրդները տալում Աստծո ժողովուրդ ջան, որտեղ Աստված տենում է սա կա մեր մեջ։ Այն որ ավետարանը կրված է եւ մեզ այսօր զգուշացնում է եւ ուզում է օգնի, Ժողովուրդ ջան, լավ իմացեք, Աստված տենում է որ սա կա մեր մեջ։ Իշքան ուզում ենք ծածկենք, իշքան ուզում ենք դրան պայենք, որ դա չերևա, բայց միևնույն է Տիրոջ խոսքը մեզ ասում է, որ չլա թե չարության փոխարեն չարություն հատուցանենք կամ նախատինքի փոխարեն նախատինք։ Այսինքն, երբ որ մեզ նախատում են, շատ անգամ մեր մեջ գալու է այդ կրակը, բա ոնց դու չնախատես, այ մարդ, բա մերգու բան դու չասես, ձեր ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք շատ անգամ մենք ընկնում ենք այդ դժվարության մեջ, մենք ուզում ենք ասենք, մեր սրտի եղածը մի հատ ասենք, որ այ ախպեր ջան կամ բա ես էլ ունեմ իմ խոսքը, չէ, ես էլ քեզ եմ ասում, չէ։ Միգուցե դու արդեն բարձր ձենով մարդուն ասես, մեկ իշ կոբիդ ասես, մեկ իշ խոսասվածքդ այնձև չգա, ժողովուրդ ջան, չէ։ Եվ այսօր մենք ինչ ենք տեսնում, այսօր Տիրոջ խոսքը այսօր ինձ ու քեզ օգնում է, ժողովուրդ ջան։ Այսօր սան կարևոր հարցեր են, որ Տերը թողում է իր ավետարանի մեջ, իր խոսքի մեջ, որովհետև այսօր Աստծո ժողովուրդը, ժողովուրդ ջան, սրա կարիք ունի։ Եվ ասում եմ նախատիկի այլ ընդհակառակը օրհնեցեք, այ քեզ բան, Հիսուս ջան, ո՞նց օրհնեմ, չէ։ Այսօր տեսնում ենք շատ անգամ մարդկանց ներսի վերքերը որ կա, վիրավորված է մարդը, ժողովուրդ ջան, մենք այդ մարդկանց չենք մեղադրում։ Եվ Աստված չի ուզում մարդուն մեղադրանքը շեշտ տնա այստեղ, ժողովուրդ ջան։ Աստված ուզում է մարդուն օգնի, որ այդ եղած վիճակիդ մեջ դու գաս Աստծուն, խնդրենք, որ Տերը օգնի մեզ, ժողովուրդ ջան, որ մենք այս մարդկանց կարողանանք օրհնել։ Շատ անգամ ասում ես Տեր ասած, այս մարդուն ինչ օրհնես։ Այս մարդը չարություն արես, ինչու համար օրհնես, չէ՞, ժողովուրդ ջան։ Այսինքն, եթե դու անիծես այս մարդու վրա ավելի շատ վատ բան կգա, ժողովուրդ ջան։ Այբ որ դու օրհնում ենք մենք, ժողովուրդ ջան, ես ինձ էլ եմ միացնում ձեզ հետ, ես էլ դրա կարիքը շատ ունեմ։ Այբ որ դու օրհնում ես այս քո նախատինքի մեջ, այս ամեն դժվարության մեջ, դու օրհնում ես, հասկանում ես, որ դու արդեն ապրում ես Տիրոջ բնության մեջ, Տիրոջ հոգով ես ապրում։ Եվ մենք դա համար խնդրում ենք Տեր Աստված, դու մեզ օգնիր այս ամեն բաների մեջ։ Դա համար ընդհակառակ օրհնեցեք, գիտնալով, որ այս բանի համար կանչվեցաք։ Ասում որ այս բանի համար արդեն կանչված եք, որ պետք է օրհնես, պետք է ներես, պետք է ողորմես, պետք է քաղցաբարո լինես, ժողովուրդ ջան։ Այսինքն մենք տեսանք, որ մեր Տեր Հիսուսինը նույնպես հալածեցին, ասում է, եթե ինձ արեցին, ձեզ էլ դիանե, ժողովուրդ ջան։ Չէ՞։ Մենք տեսանք Տեր Հիսուսին ինչ էին ասում։ Տեր Հիսուսը բժշկություն էր կատարում, ասում էր քո մեջ դևեր կա։ Պատկերացնում եք, դա գիտես ինչ չարություն է։ Տիրոջ զավակելը մեզի չէին ասում, Տիրոջ Հիսուսին ասում, որը երկնքից իջած, սուրբ, եւ ասում են քո մեջ դևեր կա։ Ժողովուրդ ջան, այս մարդիկ չէին հասկանում, որ այս մարդ Հիսուսը նա ոչ թե նա եկել էր երկնքից։ Եթե իրան ասին, մեզ այնքան չարախոսություն կանեն, ժողովուրդ ջան։ Բայց այսօր մեր Տերը այսօր ինչ է, մեզի շատ անգամ պայում է չարախոսություն է, ժողովուրդ ջան, եւ շատ անգամ թույլ է չի տալում։ Այն աղոթքը, որ երկինք է դուրս գալու, Աստված քո կողը պաշտպանություն է դնում, ժողովուրդ ջան։ Այո, մեր Տեր Հիսուս դի անցներ այս ճանապարհը։ Նա պետք է անցներ մեզ սովորացներ այս ճանապարհը, ասում է, ով իրան հալածեց։ Իրան տնեցիք։ Իր եղբայրները հալալ եղբայրը դեմ դուրս եկան, չէ՞ մարմնավոր որպես։ Ով էր իրան հալածողներ, ժողովուրդ ջան, հոգանավատ մարդիկ չեն։ Հավատքի մարդիկ են այսօր ինձ ու քեզ հալածելու։ Այն մարդիկ, որոնք Աստծո անունը գիտեն, այն մարդիկ, որ պաշտամունքներ են գնում, շատ անգամ կարող դու իրանցից հալածվես։ Բայց Աստված ինչ ասում։ Ներա, օգնա մեզ Տերը, ժողովուրդ ջան։ Եթե մեր կյանքի մեջ կկան այս տիպի բաներ, մենք չզարմանանք, մենք շատ անգամ զարմանում ենք, մարդ, այս մարդը սկան տարի հավատքի կյանքի մեջ ինչ է սովորել։ Մարդիկ 30-40 տարի հավատքի մեջ են, ասում են Տեր ասած, այս մարդիկ ինչ է սովորել սկան տարի։ Այդ Տիրոջ խոսքն է կատարվում։ Չէ՞ ժողովուրդ ջան։ Նրանք պետք է քեզ անարգեն։ Բայց Աստված ինչ ասում։ Ներա, օգնա մեզ Տերը, ժողովուրդ ջան։ Եթե մեր կյանքի մեջ կկան այս տիպի բաներ, մենք շատ անգամ զարմանում ենք, մարդ, այս մարդը սկան տարի հավատքի կյանքի մեջ ինչ է սովորել։ Մարդիկ 30-40 տարի հավատքի մեջ են, ասում են Տեր ասած, այս մարդիկ ինչ է սովորել սկան տարի։ Այդ Տիրոջ խոսքն է կատարվում։ Չէ՞ ժողովուրդ ջան։ Նրանք պետք է քեզ անարգեն։
Որտեղ ինչ համար, երբ որ մարդիկ չունեն Աստծո սերը, Աստծո վախը, եթե այս խոսքը իրանց կյանքի մեջ իր գործը չի անում, ժողովուրդ, այս մարդիկ այո։ Եվ Տեր ասում է, օրհնեք իրանց, օրհնեք, ժողովուրդ ջան։ Շատ անգամ մենք տեսնում ենք այդ օրհնության մեջ այս մարդկանց ապաշխարությունը գալու։ Երբ որ դու օրհնում ես, երբ որ դու աղաղակում ես, մենք այն անգամ խոսացինք, երևի եթե հիշում եք, որ չէ, երբ որ մի տղայի հորը իր աշկի դեմ սպանում են։ Ես չգիտեմ ինչ էր կատարվել այդտեղ, այս երեխան փոքր ժամանակ ինքը պայ է մտնում, այդ սպանողը իրան չի տեսնում երեխուն, եւ իր աշկի դեմ հորը սպանում են, ժողովուրդ ջան, ինչքան դժվար է երեխու համար, երբ որ քու աշկի դեմ քու ծնողին սպանում են։ Հետո երբ որ այս երեխան մեծանում է, ժողովուրդ ջան, այս երեխան վրեժ է ուզում լուծա, իր ամբողջ երանդը, որ վրեժ լուծա այս մարտասպանին, որ իր հորը սպանել իր աշկի դեմ։ Մենք տենում ենք վրեժ խնդրություն, այսօր շատ կա, ժողովուրդ ջան։ Այսօր տենում ես ջահելները մեկը մեկին սպանում, հետո հաջորդը վրեժ է լուծում մյուս հարազատին կամ մյուս եղբորը։ Դու իմ աղբորը սպանել ես, ես էլ քեզ սպանեմ, չէ՞։ Այսօր տենում ենք այս վրեժ խնդրությունը կա, ժողովուրդ ջան։ Ինչու համար այսօր մենք տեսնում ենք շատ անգամ ասում ենք, այ ժողովուրդ ջան, ասենք, այ դե անհավատ մարկանց հետ, ասում եմ, հո այս երկիրը իմ ու քոնը չի։ Ոչ ադրբեջանցին է, ոչ մենա, ոչ մեզ երկիրը Աստծո տված երկիրն է, ժողովուրդ ջան։ Աստված է տվեց երկիրը։ Մեզ մի հատ հող Աստծո, մենք պետք է ապրենք, փառավորենք մեր Աստծուն, չէ՞։ Այս երկիրը մեր հետ չենք տանելու, ժողովուրդ ջան, ոչ մեկ այս երկիր չի տան իր հետ։ Այս մի օր մնա։ Ինչու համար այսօր մարդկանց մեջ այս բանը կա, որ իրարու դեմ պատերազմում են, թշնամում են իրար դեմ, ժողովուրդ ջան։ Որտեղ մարդկանց մեջ չկա Քրիստոսի կյանք, այն սերը չկա։ Եվ մարդիկ չեն հասկանում, որ մի օր այս երկիրը բոլորն են թողեն։ Գալու է վաղը ժողովուրդ ջան Պետրոսի մեջ որ գրած է, չէ՞, այս երկիրը պետք է լրիվ այրի Տերը։ Հիմա ինչ որ կա, չէ, գկա վաղը որ ստեր բան չի լինելու։ Այն վաղ ջրերով պետք է կորցրեց, հիմա պետք է այրի լրիվ այս երկիրը։ Էլ ինչու համար այս երկիրը դու բանենում, չես։ Հույսը դրես այս երկիրի վրա։ Մի հատ տերիտորիա շատ ունենամ, չէ, այսօր շատ անգամ մենք տեսնում ենք շատ անգամ մարդիկ, ժողովուրդ ջան, իրանց հողա տարածքի համար շատ անգամ գրիվ են անում։ Եղբայրը քրոջ հողն է գողանում, սարկում է իր վրա։ Մեկ է տեսնում ես ամառ այդ հողի կդոր ինչա, որ դու այդ փապագեցիր, ասենք այդ քո եղբոր հողը վերցնես քեզ, լավ, որ վերցեցիր օգուտը որն է։ Ասենք այդ մեկի հողը եղավ քեզի։ Է վերջը դի մեռնես հետաս այս երկրից։ Այդ հողը դու դի մնա, ոչ մեկին։ Ցերասո ժողովուրդ ջան, Տեր օրհնի բոլորիդ։ Եվ 10-րդ խոսքը ասում է, վասնզի ան որ կուզե կյանքը սիրել ու բարի օրեր տեսնել, ժողովուրդ ջան, սա ասում է մեր Տեր Հիսուսը իր խոսքի միջոցով, վասնզի ան որ կուզե կյանքը սիրել ու բարի օրեր տեսնել, ասում է այն մարդիկ, որ ուզում են կյանք ապրեն եւ բարի օրեր ունենան, ժողովուրդ ջան, մենք տեսնում ենք ինչ այսօր Տեր ինձ ու քեզ սովորացնում։ Իր լեզուն թող դատարեցնե չարություն ու իր շրթունքները նենգություն խոսել են։ Այ քեզի բան։ Ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Տեր Աստված։ Մենք տեսնում ենք, այո, այս լեզուն, որ կա մեր մեջ, շատ անգամ չի զսպվում, ժողովուրդ։ Դաժե Տերը երկու հատ փագանա դրա, չէ, որ ադամները փագ են, լեզուն դուր չկա, բայց ելնումա տենում այդ ադամները ինքը բացում, փագաներ դուրս է գալու։ Ես սկսում եմ չարախոսել։ Դամար Տեր Հիսուսը մեզի մի կարևոր օրինակ է բերում, ով որ ուզում է բարի օրեր տեսնել, բարի օրեր ուզում տեսնես, ժողովուրդ ջան։ Իսկ իր շրթունքները թող եւ իր շրթունքները նեղություն խոսել են, թող չարություն ետ քաշվեն ու բարություն ենեն։ Թող խաղաղություն փնտրեն եւ անոր ետևեն երտան, Սիրասո ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, որ իր շրթունքները, այսինքն մարդը դատար իր շրթունքներից եւ նենգություն խոսելու, ժողովուրդ ջան։ Այսինքն հնարավոր է մարդիկ նենգություն խոսեն քեզ համար։ Իրան շրթունքներ եղած չարությունը, ժողովուրդ ջան, էլի հավատքի մարդկանց մասին է, գիտեք, չէ՞։ Շատ անգամ հավատքի մարդը կարող է քեզի հալածի, կարող է քեզի համար բամբասի, կարող է քեզի նեղացնի։ Եվ մենք Տեր Հիսուս մայորզմա բարի օրեր տեսնում, ասում է քո լեզու դատարի չարությունից եւ նենգություն խոսել են, ժողովուրդ ջան։ Եվ դու հավատում ես, որ Աստված ներկա է քո խոսակցությունից։ Նա ներկա է, Տեր ժողովուրդ ջան։ Եվ ինչ համար Տեր Հիսուս այսօր ինչ ասում է, ժողովուրդ ջան, թող չարությունը ետ քաշվե ու բարություն ենե։
թող խաղաղություն փնտրե եւ անոր ետևեն երթա։ Ասում է թող չարությունների ետ քաշվե ու բարություն ենե։ Շատ անգամ մենք կարող ասենք Տեր Աստված, ախր ոնց բարություն անեմ, Տեր ջան։ Դժվար է ժողովուրդ ջան, շատ անգամ մարդը չի կարողանում։ Երբ որ քեզ չեն ցավացնում, այն կան օրհնյալ հալելույա, բարություն ես անում ամեն, բայց երբ որ մի հատ կմնում են քո մազորի, մի հատ ցավացնում են քեզ, ժողովուրդ ջան, մեզ չէ, մեկ է տեսնում ես, որ շատ անգամ դու չես կարող ես մարդուն բարություն անես։ Շատ անգամ ներսդ կրակ է վառում։ Բայց Աստված մեզ ասում է, որ դու արա։ Եթե չեն կրում ժողովուրդ ջան, մենք խնդրում ենք մեր Աստծուց, որ Աստված մեզի օգնի։ Հետո երբ որ երեխեն մեծանում է սիրալ ժողովուրդ ջան, այս երեխեն միշտ պատրաստ է այդ վրեժ խնդրության։ Եվ փառք Աստծո, Աստված այս երեխուն սկսում է կպնել, բերել ապաշխարության։ Այս երեխեն սկսում է ապաշխարել։ Այն որ ուզում էր վրեժ լուծել իր հորը ժողովուրդ ջան։ Միգուցե լսած եք պատմած են, նույնիսկ եմ ուզում պատմեմ, որտեղ խոսքը դեմ էր սրա վրա։ Երբ որ այս երեխեն կարդում է Ավետարանը, ասում է սիրա քո թշնամուն, ժողովուրդ ջան։ Հələ տես քանի որ դու թշնամի չունես, քեզ համար սովորական կարդում անցնում ես։ Ես ինչ համար Տեր ես խոսք ասում ժողովուրդ ջան, քանի ես ու դու թշնամի չունենք, մեզի հալածողներ չունենք, մենք կարող այս խոսքը կարդանք, սիրեք ու թշնամիները անցնենք գնանք, բայց երբ որ դու ունես, եւ այս խոսքը երբ որ գալու է քո սրտին, դու սկսում ես արդեն մի քիչ ուրիշ ձևի մտածես։ Արդեն դու սկսում ես ընկնես կասկածանքների մեջ, սկսում ես ընկնես դժվարության մեջ, Տեր Աստված, ոնց ներեմ ես այս մարդուն։ Այս վաղ երևում իմ ու քո սիրտը ժողովուրդ ջան, երբ որ մեր մեջ կա այս դժվարություն, այս խնդրեմը, երբ որ մեր կա մեր հալածիչներ, հալածողներ կան, թշնամիներ կան մեզի։ Եվ այս երեխային որ կարդում է այստեղ, ասում է, եւ սկսում ասուն հարցը Տեր Աստված, ոնց ես սիրեմ այն մարդուն, ով որ իմ հորը սպանել է իմ աշկի դեմ։ Այդքան հեշտ չի ժողովուրդ ջան։ Աստված էլ է տենում, որ հեշտ չի։ Աստված դամար ասում, որ առանց ինձ ոչ մի բան չի կրանե ժողովուրդ ջան։ Առանց Աստծո դու քո տան անտամինը չես կրա սիրել։ Մի հատ մի փոքր բան դու նրանց արդեն այն ձևի կպատասխանես, դու էլ կզարմանաս, այ քեզ բանից ինչ եղավ։ Այո, այդ ձևը։ Աստվածը մեր կյանքը փոխում։ Նա է մեր կյանքի մեջ ապրում, ժողովուրդ ջան։ Վերջերս երիտասարդը սկսում աղոթել այս հոգսի համար, Տեր ջան օգնա, ողորմա եւ իր ներսը սկսում է ներել։ Աստված այս երեխուն տալում է երիտասարդ տալում է մեջը հաղթություն ներել իր թշնամուն, ով որ իր հորը սպանել է իր աշկի դեմ ժողովուրդ ջան։ Մենք այո, տեսնում ենք, սա հեշտ բան չի։ Մինչև Աստված իմ ու քո կյանքի մեջ այս հարցը չլուծի։ Հետո երբ որ երիտասարդ նույն սկսում է պաշտպանում իր վերջը ապաշխարությունը, վերջը ավետարանը կարդում ժողովուրդ ջան։ Եվ այն մի տեղն հասնում, հետարքիր ասենք, ինչ համար է Սուրբ Հոգին անընդհատ բացում է իր խոսքը։ Այս ավետարանը ինքը շատ էր կարդացել ժողովուրդ ջան, չէ՞։ Բայց մեկ է տեսնում ես արդեն հասնում է այն կետին այս երիտասարդին, որտեղ պատրաստ արդեն այն կետից իրան ազատելու։ Ասում է, որ քո թշնամին սոված է, հաց տուր։ Ժողովուրդ ջան, ել եմ ասում, քանի որ դու չունես, քեզ համար սա սովորական է։ Այ եղբայր ջան, ինչա կարամ թշնամուս հաց տամ, չէ՞։ Պետրոսն էլ ասեց, Տեր Աստված, ով քեզի ուրանա, ես չեմ ուրանա, չէ՞։ Հիմի քանի որ Պետրոսի կյանքի մեջ որ չեկավ այս ուրացության պահ, ինքը այսօր չհասկացա, որ ինքը կարար Հիսուսին ուրանալ։ Քանի որ մեր կյանքի մեջ էսի չկա, հիմա այս երիտասարդ կյանքի մեջ կա այս դժվարությունը։ Դամար Տիրոջ խոսքը եկավ այս երիտասարդն ասեց, եթե քո թշնամին սոված է, հաց տուր։ Եվ ես երիտասարդը նույնս ընկավ դժվարության մեջ, աղոթների մեջ, Տեր Աստված, ախր ոնց տամ ես իրան հաց, որ իմ հորը սպանել է իմ աշկի դեմ։ Ոնց կարաս տա դու ժողովուրդ ջան։ Եթե դու տեսնես քո աշկի դեմ քո հորը սպանում են, կամ ինչ-որ շատ երեխեքին են սպանել աշկի դեմ, եղել այդպես չարություն է ժողովուրդ ջան։ Եվ ես երիտասարդը երբ որ սկսում աղոթել, խնդրել ասում եւ Աստված ես երիտասարդ սիրտը փոխում է, որ ինքը կարողանա իր թշնամուն հաց տա ժողովուրդ ջան։ Սա մենակ լեզուն չի, իրական գործը պետք է անես դու նաեւ։ Եվ ես երիտասարդը վերցնում է հաց передача, վերցնում է այդ մարդուն տեսնելու, որ իր հորը սպանել է ժողովուրդ ջան։ Իդես է ինչ պայքար է դու մարդու մեջ։ Հələ պատկերես երիտասարդ մինչև բերտի կնե իշքանը մի մտքեր էր գալու։
Այսօր մենք տեսնում ենք շատ մարդիկ մտքերի մեջ խառնվում են։ Միած սովորական միտք եկե, բայց մարդուն տանջում է։ Այդ միտքը չկա, գոյություն չունի ժողովուրդ, բայց այս միտքը մի հատ եկավ մարդուն տանջում է։ Մենք ես երիչքան են, այ մարդ, էսուր է սետում, այ մարդ, էդի քորդ սպանելա։ Մենք տեսնում ենք մարդու մեջ կա նաև հագարագություններ, լույսի եւ խավարի պատերազմ կա։ Լույս ասում է բդի ներես, բդի սիրես, բդի ողորմես, հաստաս, իսկ այն խավար ասում է ոնց կրաս հաստաս, այ մարդ, դու ոնց կրաս իրան ներես, ժողովուրդ ջան։ Փառք Աստծո, ես երիտասարդ ժողովուրդ նետում եմ մինչև վեր տեսակցությունը վերցնում ես մարդու համար, եւ ես մարդը գալու նստում են իրար դեմ, եւ ես երիտասարդը պատմում է, թե ինքը ով է լինում։ Ասում ես գիտես ես ով եմ։ Ասում ես այն երեխեն եմ, որ դու իմ հորս իմ դեմը սպանեցիր։ Տեր ջան, ողորմ Հիսուս ջան, իր ներկայությունն իշն։ Եվ ես մարդը իր ներսով զղջում է, ժողովուրդ ջան։ Աստված ես մարդու մեջ զղջում է բերում, որտես մարդը ուրախացավ։ Այս մարդու մեջ եկավ զղջում, ինչու՞ համար, որտեվ Աստված այս երեխու կյանքի մեջ հարց լուծեց։ Երբ որ քո կյանքի մեջ այս հարցը լուծում է, նոր Աստված հաջորդ անցնում է այն մյուսի կյանքի մեջ հարց լուծելու, որտեվ քո մեջ արդեն արել է։ Քանի որ դու չես կրում ներես, դու չես կրում սիրես, ժողովուրդ ջան, դեռ ընդեղը հարցը դեռ դերը կայնացնում է հնարավոր է։ Մինչև քո ներսի այս պատերազմը վերցնի։ Որ դու ծածկվես մնաս, այդ էր ուզում ես հարց իմ քո կյանքի մեջ վերցնի, ժողովուրդ ջան, օգնի։ Եվ այս մարդը սրդանց լացում է, ողբում ասում է ներանձի, որևէ ես չեմ հասկացել ինչ եմ արել, ներա, ժողովուրդ ջան։ Եվ եղբայրը ասում է, որ ես ներել եմ քեզ, թող Աստված էլ քեզի ներա։ Վերջը դե Աստծո խոսքել է խոսում այս տվյալ մարդու հետ, ժողովուրդ ջան։ Եվ հետո երբ որ այս մարդը բերտից դուրս է գալու, այս երեխան ընդունում է իր տունը որպես հայր եւ ապրում են իրար հետ որպես հայր ու տղա։ Որ մենք նայում ենք այս երաս գործը տիրոջ ժողովուրդ ջան, մեր գաղափարի բանջը մենք չենք հասկանում Տեր Աստված ոնց կենի, քո հորը սպանող է, դու քո տան մեջ ապրում ես արդեն։ Ախր այդ մտքերը ու քեզ էլի է գալում, չէ՞, վերջը մտքեր կկա։ Բայց երբ որ մարդ ունի հաղթություն տիրոջ հետ, նա շանտ անգամ կրում է հաղթություն գտնի Աստծուց եւ այդ մտքերին բանատեղ չի դնում, ժողովուրդ ջան։ Տամար Տերը բոլորը օրհնի, ժողովուրդ ջան։ Եվ 12-րդ խոսքը ասում է. «Վասն տիրոջ աչքերը արտարներու վրա են, ու իր ականջները անոնց աղոթքին»։ Այսօր դուք արտարներ եք, թե չէ։ Հիմա կարող ասեմ դուք արտար եք, արա դու ասես չի Արմեն ապե մենք ինչ արտարներ։ Այ մարդ էս ինչ մեղավորներ եք։ Հիմա ասեմ որ դուք Հիսուսի երեխեք եք, չէ՞, դուք լույսով որդիներ եք, ժողովուրդ ջան, չէ՞, ասենք դուք երկինքի անուններ ձեր գրված է կյանքի գրքի մեջ, այսօր կարող է շատերը տարակուսանքի մեջ մտնեք։ Ժողովուրդ ջան։ Այ եղբայր ջան, ինչ երկնքի անունն ես տալում, մենք հələ մեր վիճակը նայա, ժողովուրդ ջան։ Եվ Տիրոջ խոսքը ասում է, վասն Տիրոջ աչքերը արտարներու վրա են, ու իր ականջները անոնց աղոթքի։ Այսօր մենք արտարներ ենք Հիսուսով, ժողովուրդ ջան։ Աստված մեզ արդեն արտարացրել է։ Այս շնորհքը Իրանն է։ Դա համար մեզ կոչում արտարներ, սուրբեր։ Շատ անգամ մարդիկ ասում են, դուք ետում եք վանկերը սուրբ եք պատճում, չէ՞, ասենք նկարները ասում եք սուրբ է պատճում։ Դու գիտես որ Աստված մեզ էլ է սուրբ սարքի։ Ո՞վ դի չկաք մեզի պատճեք, մեր ձեռքերը պատճեք։ Մենք էլ մարդ ենք սովորական։ Մենք ընդունել ենք Տիրոջը եւ Տերը մեզ սրբացրել է, որովհետեւ Աստված սուրբն ապրում իմ քո կյանքի մեջ։ Դա մարդ ասում է սուրբը թող ավելի սրբանա։ Եթե դու այսօր սուրբ ես, ո՞ց կսրբանաս նույնիսկ, չէ՞։ Մենք տեսնում ենք, որ այսօր Տերը մեզ սարքել է իր սուրբերը, իր զավակները։ Նա էցել է մեզի տեսնում, ժողովուրդ ջան։ Հայր ասած, որ տենում է երկինից, տենում է, երբ որ իր մեր կյանքի մեջ կա իր որդին, իր սուրբ այրունը կա մեր կյանքի մեջ, մեր վրաներ, ժողովուրդ ջան։ Աստված ինձ ու քեզ սուրբ է տեսնում։ Այո, բաներ կա մեր կյանքի մեջ, դեռ շատ բաներ կա լուծված չի։ Շատ բաներ կա մեր կյանքի մեջ փոխված չի, եւ մենք տեսնում ենք շատ առաքյալների կյանքի մեջ փոխված չէր։ Բայց իրանք Աստծո զավակներ են, Տիրոջ ընտրված հոտ, ցիր ժողովուրդ ջան։ Տամար Տերը օգնի ինձ ու ես չեմ ինչա համար Տերես խոսքը բերավ այսօր, որ այսօր այս խոսքի մասին խոսենք, միգուցե այսօր շատերս ունենք այս դժվարությունները։ Ես արտար չեմ, ես սուրբ չեմ, հələ իմ վիճակս նայա,
Ես չգիտեմ իմ անունս կյանքի մեջ գրված է թե ես չգիտեմ ես կփրկվեմ թե չփրկվեմ Ժողովուրդ ջան այս որ Տերը խոսում է նա այսօր հնարավոր է տեսնի ու քո սրտի մեջ նա խոսում է այն մասին որ դու այսօր ներկա ես որ դու այսօր ունենաս հավատք Աստծո վրա Ժողովուրդ ջան որ Աստված քո աղոթքը լսում է դու Հիսուսի արտար զավակն ես մենք արտարացած ենք արդեն Հիսուսով Ժողովուրդ ջան Վասն Տիրոջ աչքերը արտարներու վրա են եւ իր ականջները անոնց աղոթքի Ժողովուրդ ջան բայց Տիրոջ երեսը չարագործներուն դեմ է Տիրոջ երեսը չարագործներուն դեմ է Ժողովուրդ ջան մենք տեսնում ենք որ Աստված չարագործությունը չի գովում Աստծոն մա իր երեսը չարագործներուն դեմ է ինչու համար որ դե այս մարդիկ վերջապես դառնան Աստծուն Այս մարդիկ որ դեռ Աստծուց չեն հասկացել չարագործուն են ասում որ այս մարդկանց դեմ է իր աշկերասումը որտեվ Աստված չի հավնում այս մարդկանց արածները շողջ Այն չարությունները որ մենք անում ենք Աստված դա չի հաճում եւ չի գովաբանում չի ասում ես ինչ լավ է չարություն նա ընդհանրակ նա քեզ ուզում է օգնի տղա ջան աղջիկ ջան այս հարցի մեջ լավ չեղավ այս հարցի մեջ սխալ եղար այս հարցի մեջ դու վռասցար վերջը դա բան չեղավ չէ մենք տեսնում ենք որ Աստված ուզում է մեզ բերա այն լույսի մեջ որ մենք նույնից ապրենք իր շնորհքի մեջ որ մենք դառնանք ժողովուրդ դա որ մեր երեսը չարագործներու դեմ է ասում է եւ հետարքիր բան ասում Տիրոջ խոսքը 13 խոսքը ժողովուրդ ասում է եւ ով ձեզի չարիքը պիտի հասցնե եթե դուք բարին հետևեք Մենք այսօր տեսնում ենք շատ անգամ մեր կյանքի մեջ ժողովուրդ ջան, իրապես երբ որ դու բարություն ես անում մարդկանց, շատ անգամ քեզի չարություն չեն անում։ Շատ անգամ մարդիկ քեզ ասում, կարա գովեն, կարա մի լավ բան ասեն, Աստված օրհնի քեզ, չէ ժողովուրդ ջան։ Ինչու՞ համար է Տեր այս խոսքը բերում։ Ասում է, եւ ով ձեզ չարիք պիտի հասնե, եթե դուք բարին հետևեք, ժողովուրդ ջան։ Բայց եթե արտարության համար չարչարվեք, ալ երանելի եք եւ անոնց ահեն մի վախենակ ու մի շփոթվեք։ Ժողովուրդ ջան, օրհնյալ է մեր Տեր Հիսուսը, օրհնյալ է իր խոսքը, սիրածո ժողովուրդ ջան։ Ես ուզում եմ մի քիչ ներկայացնեմ ինչու համար, որ այսօր մարդը հնարավոր է իր լեզվի համար չարչարվի։ Այստեղ Տեր Հիսուսը ասում է, եթե դու բարին անես, ով պետք է քեզի վատ բան ասի, չէ՞։ Իսկ եթե դու չար ես անում, հնարավոր է քեզ այդ քո լեզվի պատճառով, քո չարության պատճառով քեզ հալածեն։ Ես հիշում եմ մի 2 տարի առաջ, երբ որ մի ընտանիք ընձի կանչին գնալու իրանց տուն ժողովուրդ ջան, քույրիկը խնդրեց, ասեց եղբայր ջան, գաս, վերջ ամուսնուս հետ խոսես, ամուսին անհավատ է ժողովուրդ ջան։ Իրանք եզդի ազգ են, Տեր օրհնա բոլոր մեր եզդի ազգերին, բոլորին ժողովուրդ ջան, մեր հայերին է բոլորին։ Վերջը եղբորը դելան գնացինք իրանց տուն այցելության ժողովուրդ ջան, գնացինք խելոք է մարդ այդպես։ Իրա սիրեցին, նստանք մի այդ մարդը նստած մեր հետ, վերջը պես խոսում ենք, կիսվում ենք։ Այս խոսքը գալու է դրա համար եմ ես իսում ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, մեկ է տեսակ այս քույրիկը մի հատ աթոռ բերեց, եկավ զալը նստավ մեր հետ։ Մի քիչ հեռու։ Վերջը մի սկսում է իր ամուսնու բացերը մեր մոտ բացում է։ Այս ամուսնը արախելոք մնա։ Հիմա որ ելներ այդ ամուսին մի հատ որ չապալախ տար այդ քույրիկին, ով էր մեղավոր, պիտի ասեր Հիսուսի համար հալածվա։ Չէ, քույրիկ ջան, դու քո լեզվի համար ես հալածվում։ Ինչի աթոռը բեր եկար այն զալի մեջ նստեր։ Դու փոխանակ մտներ մի հատ սեյնակ, ծունգի գայր, աղոտ կաներ, Տեր Աստված, ահա քու զավակներ ղրկել ես իմ տունը, Տեր ջան, դու ես մտե իմ տունը։ Ախր դու իմ տան մեջ ես, դու իմ ամուսնու հետ խոսում ես, Հիսուս ջան, օրհնես, ամեն արկեկները հեռացնես։ Դու մի բան է գալում ես խառնում ես ժողովուրդ ջան։ Ես խեջ ամուսնու տա դելա վերջը նեղենում մեր վրեն։ Հիմի քո ամուսնու բացը բացում ես այս մեր դեմ։ Ինքն է լսում է։ Ժողովուրդ ջան, ես ինչ համար եմ ասում, որովհետև ես խոսքին ա վերոսում, եթե դու բարին անես, երբ որ դու քույրիկ ջան գայր նստեր, խելոք, քո մեջ աղոտ կաներ։ Շատ անգամ տեսնում ես, որ երբ որ մարդկանց տուն այցելում ես, իրանք քեզանից շատ է խոսում։ Դե այ քույրիկ ջան, այ աղբե, դե դու տուն մեջ խոսեր, բա ինչ ես մեզի կանչե։ Ժողովուրդ ջան։ Ալնումա պարի ես ինչ համար շատ անգամ որ ես եղբայրներ եք կանչում իմ տան մեջ, ժողովուրդ ջան, ես աշխատում եմ չխոսայ։ Լուր։ Ես աղոթում եմ իմ մեջ Տեր Աստված։ Եղբայրներ եկել են իմ տունը Հիսուս ջան։
Ինչ ունես խոսալ իմ ընտանիքը, Ժողովուրդ ջան, եւ տեսնում իմ ընտանիքը լսում էր իրանց։ Այսօր շատ անգամ որ մտնում է, շատ անգամ դու մեզ տան անդամը քեզի խանգարում է։ Այ մարդ, դրա տեղը փողանակ խելոքնաս, աղոթես, վերջը եղբայր եկե քո տանդ մեջ, ինչ կարիք կա քո տանդ մեջ, վերջը հենց այնպես չի Հիսուսը մտեկոտ, նա կարիք է տեսնում, նա տեսնում է քո բժշկության, Ժողովուրդ ջան։ Դա մարսում է, եթե դու բարիք չարի գործով դի քեզի վատ բան ասա, Ժողովուրդ ջան, չէ՞։ Այսօր մենք տեսնում ենք շատ անգամ ինչու են մեզի վատ բան չեն ասում։ Շատ անգամ ասում են այ մարդ, ես հավատացիան շնորհքով են, խելոք են, ողորմած են, օգնում են իրար, են չեն այդ բան ասում։ Ով քեզի քալացի։ Ոչ մեկ չի ալացի, Ժողովուրդ ջան։ Դա մարդ Տերը օգնա մեզ ինձ ձեզ Ժողովուրդ ջան։ Սիրասո Ժողովուրդ ջան։ Բայց եթե արտարության համար չարճարվեք, Տիրոջ խոսքը մա, եթե նաև արտարության համար դու չարճարվում ես, այսինքն դու մեղավոր չես։ Շատ անգամ մենք ուզում ենք մեր արտարությունը լույսի հանենք, այս մարդկանց դեմ, Ժողովուրդ ջան։ Այս մարդիկ չեն էլ հասկանում դու արտար թե արտաճես։ Նրանք քեզ հալածում են, նրանք քեզ նեղում են։ Ժողովուրդ ջան։ Այսինքն հնարավոր դու ուզում ես, որ քո արտարություն հանես լույսի, բայց մեկ է տեսնում ես ավելի շատ տեղեր կա կարող է պետք է մեզ լռել։ Հնարավոր է Ժողովուրդ ջան, տեղեր կա պետք է նաև աղոթել։ Ես հիշում եմ մի ընտանիք, որ գնացի այցելության, Ժողովուրդ ջան, այդ ընտանիքը քահոս էր, հավատքի ժողովուրդ են, եղբայրներ էր հավատքի մեջ, տարիներով հավատքի մեջ էր, Ժողովուրդ ջան։ Եվ այս սատանեն հասցնում է իր նպատակին։ Ինչ կապ ունի դու քանի տարվա հավատացյալ ես։ Նա քո թույլ տեղ հենց որ բռնես, Ժողովուրդ ջան, ինչ համար է բռնում, նա քո արտարությունն է բերում առաջ, մի հատ ցույց է տալում քո ընտանիքի մեղավորությունը եւ ցույց է տալում քո մեջի արտարությունը։ Եվ դու սկսում ես այդ ամմտնես այդ պայքարի մեջ, ես սկսում ես քո ընտանիքին հալածես։ Ժողովուրդ ջան, այս ընտանիքը ահավոր վիճակի մեջ էր։ Երբ որ երկու եղբոր այդ մտանք իր տան մեջ, եղբայրը նստած էր մեր կողմը, դե ինձ շուտ էր հավատքի մեջ եղել։ Վերջը ընտանիքի մեջ խնդրեմ, դժվարություն, վերջը նստել ենք իր կողը, այս եղբայրը իր արտարությունն է պատմում։ Համապատասխանը հիմա նույնիսկ այս նույն բանը, Ժողովուրդ ջան։ Վերջը ընտանիքի քաոսի մեջ ասում եմ, այ ախպեր ջան, քո ընտանիքը քանդվում է, դու նստել ես քո արտարությունն ես պատմում։ Հիսուսին պետք է քո արտարությունը։ Հիսուսին պետք է քո ընտանիքի վերականգնումը, պետք է բժշկությունը, Ժողովուրդ ջան։ Երբեք ոչ մի քույրիկ, ոչ մի եղբայր իրավունք չունի իր կնոջ դեմ կամ ամեն ասա, որ այս ինձ քույրիկը քեզանից լավ է։ Այդպես բան ուր ես ասում։ Կամ այս ինչ եղբայր ամուսին ջան, քեզանից լավ է։ Ժողովուրդ ջան, վերջ ես եղբոր ակին խորհուրդ տվեցի, այ ախպեր ջան, Հիսուս եկել է քո տան մեջ, նստել է, ուզում է քո տունը օգնի, դու քո արտարությունը պատմում ես, ես մեղավոր չեմ, իմ ընտանիքն է մեղավոր։ Էօգուտդ ո՞րն է։ Հետո քանդվի քո ընտանիքը։ Փոխանակ դա տեղը նստես, ասես լացես, Տեր Աստված, ախր դու եկել ես իմ տունը, իմ ընտանիքս ես դժվարության մեջ է, կապ չունի, ես արտար եմ, արտար չեմ, Տեր ջան, իմ ընտանիքը փրկա, ողորմա։ Սա է հոգևոր մարդու աղոթք իր ընտանիքի համար, Ժողովուրդ ջան։ Երբ որ իրանք դուրս եկան, ես եղբոր հետ, Սիասո Ժողովուրդ ջան, այս կինը ինչ ասում, այ Արեն ախպեր ջան, ձեզ ասում է, որ այս ինչ քույրիկը քեզանից լավ է։ Այ ախպեր ջան, Ժողովուրդ ջան, սա վերաբերվում է բոլորիս։ Միգուցե մենք էլ հնարավոր է շատ անգամ սխալ թույլ տանք։ Իշքան է քո կինը լավն է, վատն է, նա քո կինն է, իշքան է քո ամուսին ինչ-որ է, նա քո ամուսինն է, Ժողովուրդ ջան, չէ։ Մենք իրավունք չունենք հենց իր դեմ ասենք, որ գիտես ինչ կա, այս եղբայրը քեզանից լավ է։ Այս կինը ասում է, եթե լավ այդ քույրիկը, այդ քույրիկին առ։ Այսինքն մենք տեսակ ինչ է, մենք չարախոսություն բերեցինք։ Այս կին ասում է, եթե այդ քույրիկը ձեզ լավ է, դե գնա այդ քույրիկին առ։ Այսինքն մենք ինչ արենք, մենք բերեցինք չարախոսություն։ Սա Աստծուն էլ հաճելի չէ, Ժողովուրդ ջան։ Ինչու՞ համար Տեր այսօր ուզում է այս խոսքը խոսել, որտեղ մենք դրա կարիքը բոլորս ունենք, մենք ապրում ենք այս կյանքի մեջ, Ժողովուրդ ջան։ Մենք շատ ճանապարհներ ենք անցնում, շատ փորձություններ ենք անցնում։ Այն որ այսօր մեզի արտարություն կա, այդ արտարությունը թող Հիսուսի ոտքերի տակ։ Դամար Տեր Հիսուսը, բայց եթե արտարության համար չարչարվիք, ալ երանելի եք։ Այ քեզի բան։ Ես ինչ ասում Տեր Հիսուսը։ Ոնց Տեր Հիսուս ջան, ես արտար եմ, հալածվում եմ, դու ինձ ասում ես երանելի ես։ Ժողովուրդ ջան, այո, Տեր ասում է դու երանելի ես։ Սիրելի աղջիկ ջան, սիրելի տղա ջան։ Կարող է մեր կյանքի մեջ սա անհասանել է, Ժողովուրդ ջան։ Ինչ ես ասում, այ աղբեջա, ոնց ինձ հալածում ես երանելի եմ։ Այո, երանելի ես։ Որտեղ դու քո չարության համար չես հալածում, դու Հիսուսի անվան համար, իրա որպես աղջիկ, իրա որպես տղա, դու դրա համար ես հալածում։
Շատ անգամ քեզի կարա դրա համար քեզի մեղադրեն, հալածեն։ Եվ Տեր Հիսուսը ինչ ասում է, բայց եթե արտարության համար չարչարվեք, ալ երանելի եք, անոնց ահեն մի վախենաք ու մի շփոթվեք։ Ասում է նաև դրանց ահեն մի վախեցեք, Ժողովուրդ ջան։ Մենք գիտենք, որ այն ժամանակները, որ Աստծո ժողովուրդը եկեղեցին չէ, ասենք եղբայրություն հալածանք են կրեն, վախցրել են։ Հեսա ձեզի բերտերում կփտեսնենք, բայց այդ մարդիկ մեռել են, բայց այդ եղբայրը դեռ կա։ Ուզում ասա, որ դու մի վախեցեք իրանց ահին։ Մենք այսօր տեսնում ենք շատ ընտանիքներ, Ժողովուրդ ջան, մայր իր երեխուց վախենում է, որ ասի ես հավատացյալ եմ, ես պաշտամունք եմ գնում։ Ասում եմ, այ մայրիկ ջան, այն չես վախենում, ընչես իր ահից վախենում։ Այ ինչ պիտի, օ քեզի չսպանի։ Կարա մի հատ խոսակու վրեն, էս ինչ ես արել, մեր հավատքը թողել, իրանք եզդի են, Ժողովուրդ ջան, չէ՞, մեր բաներին, շեխերին թողել դու գնացել ես, չէ՞, Ժողովուրդ ջան։ Թո ասի։ Բայց մա եթե դու արտանուն համար հալածում ես, ասում է դու երանելի ես։ Ես չգիտեմ ոնց ուզում ես մտածեք, Ժողովուրդ ջան։ Տեր ասում է դուք երանելի եք։ Ասում եմ, այ տատիկ ջան, այ քույրիկ ջան, բա վամսորիդ կու տղեն չի ասա, այ մամա ջան, դու ինձ համար Հիսուսին պայեցիր այդ հավատքը։ Հա կարող երկու հատ բան ասենք, չենք հասկանում, կարող շատ բան ասենք, Ժողովուրդ ջան։ Մենք այսօր տեսնում ենք շատ անգամ, որ մարդիկ մտնում են հավատքի մեջ, հալածում են, թե իր ամուսնու կողմից, թե հարազատների կողմից, թե բարեկամների կողմից, այսուր ես գնացե, այ մարդ, խելքը թռելա, այն վատ որ մարդիկ չարախոս էին, վերջը չեսենք շատ երիտասարդներ, որ այդ նարկոմանից, այդ ամեն բան որ դարել են ասում, ծնողներ ասում են, եւ պիտի մարդ դառնաս, այ մարդ, եւ պիտի թարգես, երբ որ այս աղբերը գալու է հավատքի եւ ընդունում է Տիրոջը, արդեն ապրում է լույսի կյանքի մեջ, ասում է այն կյանքը ավելի լավ էր, քան հիմա։ Բան չի վատ աղոտում, ասում չի աղաչում, որ եւ պիտի փոխվես։ Մենք տեսնում ենք, որ այո, այսօր մարդու մեջ գալու է հագարակություններ եւ քեզ սկսում են հալածել բարու համար։ Եվ Տեր ասում է, աղջիկ ջան, տղա ջան, երանելի ես։ Սա Տեր օգնի, որ մեր կյանքի մեջ այս հավատքը մխրժվի, սիրասո Ժողովուրդ ջան։ Տեր օրհնի, որ այսօր մենք ես մա մի շփոթվեք իրանց վախեն, Ժողովուրդ ջան։ Ես շատ անգամ եմ խոսում, մեծ աղբեր ինքը շատ խիստ է, Ժողովուրդ ջան։ Շատ խիստ է։ Անձի սատանեն ասում է, հիմա որ մտար հավատքի նա տես քեզ ինչ կեն աղբերը։ Շատ խիստ է, շատերս ենք վախենում։ Մեր տան անդամներ շատ սա վախենում ենք, Ժողովուրդ ջան։ Մեր մեծ աղբերներ, բայց Տեր ասում է մի շփոթվեք իրանց վախից։ Այսօր ինձ ու քեզ ասում մի շփոթվի։ Ես քեզի հետ եմ, Ժողովուրդ ջան։ Հետաքրքիր է, այո, Տեր ասում է դու երանելի ես, երբ որ հալածում ես արտարության համար։ Եթե դու հալածում ես հավատքիդ համար, դու մեղավոր չես, Ժողովուրդ ջան։ Դու ընդունել ես Տիրոջը, ապրում ես Հիսուսի հետ, եւ այդ քու կյանք արդեն փոխվում է, այն վատ կարող դու անարգել, բայց հիմա հարգում ես քո տան անդամ, հիմա սիրում ես, հիմա հոգատար ես, հիմա ավելի ջերմ ես իրանց հանդեպ, ավելի սերդ բացվել է իրանց հանդեպ, չէ՞, ինչու՞ համար, որովհետեւ դու փոխվել ես, Ժողովուրդ ջան։ Եվ 15 խոսքն էլ կարտանք, սիրասո Ժողովուրդ ջան։ Հապա Տեր Աստվածը սրտերուդ մեջ սուր պահեցեք եւ միշտ պատրաստ եղեք հեզությամբ, երկյուղածությամբ պատասխան տալու ամենուն, որոնք ձեզ ունեցած հույսին մասին կհարցնեն։ Հետաքրքիր է, Ժողովուրդ ջան, ինչու՞ համար Տիրոջ խոսքը ասում է, հապա Տեր Աստվածը ձեր սրտերի մեջ սուր պահեցեք։ Տեր Աստված ո՞նց պահեմ ես քեզ իմ սրտի մեջ սուր։ Դու սուրբ ես էլի։ Այսինքն մենք տեսանք ինչեր եկավ, ասում է, եթե դու անարգեք ու լեզվու պատճառով անարգում ես, ասեն դու անարգում ես քո Աստծուն, քո մեջ։ Դա համար Տիրոջ խոսքը ասում է, հապա Տեր Աստված սրտերուդ մեջ սուր պահեցեք ու միշտ պատրաստ եղեք հեզությամբ, երկյուղությամբ պատասխան տալու ամենուն, որոնք ձեր ունեցած հույսին մասին կհարցնեն։ Եվ ինչու՞ համար Տեր Հիսուս ասում է այս խոսքը, Ժողովուրդ ջան, որտեղ նա տեսնում է, որ շատ անգամ հնարավոր է մենք մարդկանց կոպիտ պատասխանենք։ Այ մարդ, հələ չես հասկանում, ես կամ բացատրում եք, դու չես հասկանում, այդ տղա ջան կամ այ աղջիկ ջան, չէ։ Այն մարդը չի հասկանում, Ժողովուրդ ջան։ Դա համար այսօր այնքան կարևոր է այս ամեն խոսքը, Ժողովուրդ ջան, այնքան կարևոր է։ Ես իմ կյանքի մեջ շատ եմ զգացել, երբ որ շատ մարդկանց հետ շփվում ես, ես էլ եմ զգում, այնքան կարևոր է, որ բոլոր մարդկանց հետ ունենաս կապ,
ունենաս խոսալու ձև, ունենաս տոնի ձեն ունենաս, որ ոնց խոսած տվյալ մարդու հետ։ Միգուցե մարդը մեղավոր է, զանգելա քեզի, միգուցե մարդը նեղության մեջ է, միգուցե մարդը տգարության եւ զանգելա քեզի, տարիքը դունի։ Եվ դու էլ մի հատ կոբալդ վերցում տալում ես գլխին։ Չորչան, այս խեժ մարդը բժժում է։ Հիշում եմ մի քանի տարի առաջ եւ որ մի տունը երիտասարդ մտավ, իր այդ մորքուր աղջկա դերեգե մերա։ Ժողովրդան, եւ եթե դեռ նստավ մեր կողմ, մենք էլ կոֆե ենք խմում, պես սովորական խոսում ենք։ Եվ այս երիտասարդը որ եղավ մեր խոսակցության մեջը լավ, մենք իր մասին չենք, պրոստը խոսում ենք, ժողովրդան։ Եվ այս Տեր Հիսուս չի տեսում այդ երիտասարդի կյանքը։ Հետո երբ որ ես երիտասարդ ես Արմեն ախպեր, կարելի է քո հետ առանձին խոսալ։ Ասյալ չի կարելի։ Չի կարելի, ժողովրդան։ Կարելի է, конечно։ Երբ որ ելանք դուրս խոսելու, այս երիտասարդ ախպեր ինչ էր ասում, ասում էր այ Արմեն ախպեր, պատկերացա միշտ ես ընկած վիճակից մեջ, ուզեցել եմ վերականգնեմ, մեկ է կոբալով չեն տալում գլխիս, մեկ է շլապ ընկա։ Դե ասում են պատական չի քեզ Աստված բերել աստե, ժողովուրդ ջան։ Այսօր մենք տեսնում ենք ինչ համար Տիրոջ խոսքը սմամ, պատրաստ եղեք հեզությամբ, երկեղությամբ, պատասխան տալու ամենուն։ Ոչ թե մենակ ու սիրած քրոջ եղբորը, կուզած մարդկանց, այ ամենուն։ Միգուցե մարդիկ կարիք ունեն քո հետ կիսվելու, քո հետ խոսալու։ Սիրասո ժողովուրդ ջան։ Դամար թոտերը բոլոր դել օրտնի, սիրելի Աստծո ժողովուրդ ջան։ Ես չգիտեմ ինչքան ձեզ հասանել եղավ, ինչքան ձեզ ընդունել եղավ, Տերը օրտնի բոլոր դել սիրասո ժողովուրդ ջան։ Աստված այսօր վերջի ժամանակները խոսում է մեզ հետ, որպեսզի մենք կարողանանք Տիրոջ խոսքի մեջ մենանք։ Երբ որ մեր կյանքի մեջ կկա այս բաները, մենք չզարմանանք։ Ժողովուրդ ջան։ Այսօր պատերազմա գալու մենք զարմանում ենք, ասում ենք, այ քեզի բան պատերազմ։ Գրված է։ Մահատարաժամներ անում ինչ կա զարման, երկրաշարժը ինչ կա զարման, դա արդեն պետք է եղնի ժողովուրդ, դա գրված ավետանի մեջ։ Մենք աղոթում ենք, որ Աստված պայի այս ժողովուրդը բերա հավատքի մեջ, թե պատերազմի մեջ ժողովուրդ կան այսօր, մարդիկ կան ժողովուրդ ջան։ Հետարքիր է, մարդիկ նեղության մեջ շատ անգամ բանջում են ասում։ Որ այսօր մի անգամ այդպես մի տեղ խոսում, ասում են ժողովուրդ ջան, մենք արդեն ինչքան ենք աղոթում, ինչքան մարդիկ են աղոթում պատերազմ կանգնելու համար, չէ՞։ Մենք հասկանում ենք այն մարդկանց համար այնքան դժվար է, որ մարդիկ իրանք են գտնվում դրա տեղը։ Մեզ համար փառք Աստծո, լոր բան չկա, ոչ պատերազմ կա, ստեղանք ոչ բան չկա։ Բայց այն մարդիկ, որ այնտեղ գտնվում են, նրանք քո աղոթքի կարիք ունեն։ Նրանք ամեն մի սիգնալիզացիա միանա, իրանք պետք է մտնեն պատվալ։ Պատկերացրեք, գիշերվա սիգնալ մտնում, դու պետք է դեր խուտ վերցես մտնես պատվալի մեջ։ Կամ ինչ-որ բեղ պետք է պայի մտնես, ժողովուրդ ջան։ Դամար մենք տեսնում ենք, այո, շատ անգամ մարդիկ նեղության մեջ, բա ինչ պետք է մարդեն, մարդը Հիսուսին կանչի, Աստծուն պետք է կանչի, ուր պետք է կանչի, ժողովուրդ ջան։ Այդ մարդը օրեցօր մահ է սպասում։ Այս մարդու աչքեր օրեցօր չի մամ, այդ բոմբը իր վրան կգնի, թե չի գնի։ Դե մեզի քույրիկ երեգե Կակրաց Ուկրաինայից ասում էր, դե վգայի մեր, ինչ որ հրաշք էր, Տերը իրան դուրս էր անել տնից, ասել էր, էլի տնից դուրս գնա։ Եվ սեփական տուն էր, ինքը տնից դուրս էր գնաց ակին, հերվծեր բոմբը ընկել էր տան վրա, ժողովուրդ ջան։ Մենք տեսնում ենք, այո, Աստված իր երեխեքին պահում է։ Եվ այն մարդկանց ապայում, ովքեր Աստծուն են կանչում, ժողովուրդ ջան։ Եվ այդ քույրիկ հետարքիր մի բան վգայեց։ Ասում էր այն վախտերը, որ ժողովուրդը եկել էին պաշտամունքի, թողել են Աստծուն, ժողովուրդ ջան, էլ չէր գալու պաշտամունքի։ Ասում, բայց երբ որ պատերազմը սկսվավ, մարդիկ արդեն տարբեր տեղեր ցվրվան, այն մարդիկ, որ եկե թողել, այդ մարդիկ արդեն այնտեղ ջրով մկրտվել էին։ Բախի միջև չեք մկրտում ջրով։ Ինչի ուղ չեք աբում Աստծո հետ, ինչ էր խանգարում քեզ։ Այս պատերազմը ձեզ օգնեց։ Եվ մարդիկ շատեր ընդունին Աստծուն շորը։ Այն մարդիկ, որ ովքեր թողել են Աստծո տուն, հեռացել են Աստծուց, այդ մարդիկ դառան Աստծուն, հասկացան, որ այս կյանքը խաղալիք չէ, մի օր այս կյանքը իրանց կվերջանա։ Սիրասո ժողովուրդ ջան։ Դամար Տերը օրհնի, վերջի հորդորանքներ, որ Տերը թողում է ինձ ու քեզ,